Մեր առողջապահական համակարգը այսօր կանգնած է լուրջ եւ ցավոտ ճգնաժամի առաջ։ Խառնաշփոթ կառավարման, անորոշ քաղաքականության եւ անտեսված բուժաշխատողների իրականության պայմաններում։ Այսօր բժիշկը, բուժքույրը, շտապօգնության աշխատակիցը աշխատում են գերծանրաբեռնված ու հոգեբանական ծանր պայմաններում, սակայն ստանում են իրենց պատասխանատվությանն ու կատարած աշխատանքին անհամապատասխան չնչին վարձատրություն։ Ծանրաբեռնվածության պահով շատ ծանր գրաֆիկով աշխատում ենք եւ վարձատրվում ենք բավականին քիչ։ Այնքան ծայրահեղ վատ է մեր վիճակը, որ արդեն հասել ես բուժաշխատողներից, ես ուզում ինչ-որ մի բան պակասացնես, ում վրա էդից ասես։ Ինչ որ մեկը գիտի կյանքի միջին տևողությունը Հայաստանում ինչքան է, ինչ որ մեկը ինչ որ ստատիստիկա վարվում է մեր բժշկության մակարդակի մասին, ինչ մակարդակի է, ինչ կադրեր են, ոնց են բուժում։ Մինչ իշխանությունները բարձրաձայն խոսում են բարեփոխումների մասին, բուժաշխատողները շարունակում են պայքարել ոչ միայն հիվանդների կյանքի, այլև սեփական գոյության համար։ Որպես բուժաշխատող առանձնապես շատ ողջ եմ այս ամեն ինչից։ Կոնկրետ այս ամիս բացարձակ չի գոհացնում։ 80-ի կարգի է, այսպես ասած։ Աշխատավարձը գոյանում է այդ խորհրդատվություններից եւ այցերից։ Չի կարող ուժեղ լինել այն առողջապահական համակարգը, որի հիմքում կանգնած մարդիկ արժևորված չեն։ Երբ մասնագետը ստիպված է միաժամանակ մի քանի աշխատանք կատարել պարզապես ընտանիքը պահելու համար, վտանգվում է ամբողջ համակարգի որակը, իսկ դրա հետևանքները կրում է հասարակությունը։ Պետությունը պարտավոր է դադարեցնել ձևական խոստումները եւ իրական քայլերով վերականգնել բուժաշխատողի արժանապատվությունը, ապահովելով արդար աշխատավարձ, կայուն պայմաններ եւ վերջ տալ ոլորտում տիրող անկազմակերպ ու անարդար իրավիճակի։